խաղարկությանը փորձելով մասնակցելու արդյունքում դարձել եմ զոհ։ Ինչպես եք ուժել, ես ուզում եմ։ Եվ անձնական գումարի հափշտակում ա եղել եւ իմ անունով վարկա ձևակերպել անօրեն։ Եկեք ընդհանուր ասեմ, եթե ամբողջական այդ տույժը ձևակերպենք 700 քանի հազար տենց գալիս է։ Ինչ խաղարկության եք մասնակցել, ես չգիտեմ։ Ուղղակի տենց ինչ-որ գովազդ էր, ID բանկի կողմից անունից էր այդպես, որ թեստը անցնելու դեպքում գումարի շահումա լինելու, այդպես էլ այդ թեստը չանցավ, որովհետև դա խարդախություն էր, արդյունքում զեղծարարները հասանելիություն ունեցան իմ ID բանկի հավելվածին։ Իսկ բանկից որևէ բարձրաբանում հաստատվել են, ինչպես է ստացվել, որ կարողացել են հասկացան, կոտրել են կամ հաշիվների հասանելիություն են ունեցել, բայց on-line ստորագրություն կամ վարկ ինչպես են ձևակերպել։ Զգուշացնող ինչ-որ, դա միայն հիմնավորվում է, որ զգուշացնող նամակ եկել է ու երբ որ քաղաքացին ինչ-որ թվեր է հավաքում, այդ արդեն հաստատում է ու դա հիմք է հանդիսանում, որ իրանք կարող են տրամադրել, այսինքն դրանից ելնելով իրանք համոզվում են, որ հակառակ կողմում իրոք քաղաքացին է, այդ տերն է, այո, քարտապանն է, բայց դա ես չեմ ասում, մասնագետներն են ասում, որ միայն դա բավարար չի, միայն կոդ ուղարկելը դա բավարար չի, մանավանդ 21-րդ դարում մենք տեսնում ենք ինչքան հնարավոր է շատ հեշտ մարդուն խաբեության մատնել ու այդ մի կոդ ուղարկելը շատ քիչ է։ Վարչական վարույթ է բացվել, սակայն միևնույն է բանկի համար դա էլ հիմք չի հանդիսանում, որպեսզի թեկուզ ժամանակավոր, չնայած ես միևնույն է ինձ չեմ համարում այդ վարկի տերը, որովհետև ես այդ գումարը չեմ ստացել, ոչ ստացել եմ, ոչ օգտագործել եմ։ Ու բանկը այնուամենայնիվ այդ վարկը համարում է, որ իմն է ու ես պետք է վճարեմ։ Մելքոնյան Ամալիա։ Մելքոնյան Ամալիա։ Վճարել եք։ Ցավոք վճարել եմ, որովհետև այսքան ծանոթ չէի այս ահռելի չափերին, մեծ մասշտաբի մարդկանց տուժածների, բայց հասկացա, որ դա խնդիրը իմը չէ միայն։ Ու կառավարության դիմաց այսօր ինչ եք պահանջում, էլի աջակցությունը դիմաց պահանջում ենք համակարգային լուծումներ, որովհետև անընդհատ այս քաղաքացիները անտարբերության մեջ են ու մենակ իրանց արդարության պայքարի ճանապարհին եւ ասեմ ավելին, մենք այստեղ ունենք քաղաքացի, ով Արցախից բռնի տեղահանված է, ով Հայաստանի Հանրապետության որևէ բանկի հետ որևէ գործառույթ չի ունեցել, բայց այսպես ուղղակի անհամաչափորեն թալանի է ենթարկվել։ Հիմա հարց ինչպես է թալանվել իբրև թե կիբեր հանցագործություններ, բայց ոնց նկատում ենք, այդ կիբեր հանցագործությունները բավականին ձեռնտու է այս մի քանի բանկերին։ Հիմա ես չեմ հասկանում, ամբողջ պետությունը այս մի քանի բանկերի վրա չի կարողանալու, այս հարցը չի լուծվելու, այս քաղաքացիները մնալու են թալանված ու շարունակելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թալանվել։ Մենք պահանջում ենք համակարգային եւ անհապաղ լուծումներ եւ գործուն քայլեր, որովհետեւ այս մարդկանցից սկսել են բռնագանձել շարժական եւ անշարժ գույք եւ անհիմն ու անօրինական ճանապարհով։ Ձեզ ինչպես ներկայացնեք։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավարն եմ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյան։ Այս քաղաքացիները բոլորը մեր հասարակական կազմակերպություն դիմումներ են ներկայացրել, այո։ Պետությունը ուղղակի պիտի օրենքը աշխատացնի։ Բանկերը չունեն օրինական հիմնավորումներ։ Ինչ օրինական։ Դրա անով վարկ են բացել, տարում է որ այդպես բան չի։ Ու դուք գտնում եք, որ ընդհանրապես պետությունը այդտեղ չուներ վերահսկողական ֆունկցիա։ Խնդրում եմ նորից հարցը տվեք։ Նորից հարցը։ Ինչ կարող է անել, որ մեխանիզմները գործադրելով կարող է Ուղղակի պետությունը եւ պետական մարմինները ընդհանուր նաեւ դատախազությունը, նաեւ քննչականը իրավունք ունի կասեցնելու բանկերի ոչ օրինական պահանջները քաղաքացիների նկատմամբ։ Բանկերի պահանջները օրենքով հիմնավորված չեն։ Այսինքն կոնկրետ այս դեպքի մասին է խոսքը։ Նաեւ դեպքերն են տարբեր սխեմաներով։
մեծ տարածած հայտարարության մեջ նաև նշված է, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք հանդիպում պահանջում, արդյոք արձագանքել են ձեր պահանջին իրացուցիչ։ Ուրեմն մեր պահանջներին արձագանքել են կենտրոնական բանկից, մեր պահանջներին արձագանքել են գլխավոր դատախազությունից։ Մենք հավաքվել ենք այստեղ այդ պահանջը նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ներկայացնելու։ Այդ թվում նաև հիմա մենք դիմում բողոք, նաև հանդիպման պահանջ ունենք, որը գրավոր կերպով նամակը մուտք ենք անելու կառավարություն եւ սպասելու ենք պատասխանը եւ ակնկալում ենք հանդիպում եւ քննարկում այս գործերի բացահայտման հետ կապված։ Մենք հիմա ստորագրահավաք ենք իրականացնելու, ես խնդրում եմ բերեք նամակը, մենք բոլորս նրա տակ կստորագրենք ու մեր նամակը մուտք կանենք եւ ակցիան կհամարենք ավարտված։